Հատիկ առ հատիկ հեշթեգը Facebook-ում տարածող վարչապետն այս անգամ կիսվել է մի վճռով, որը կայացվել է դեռ 2 տարի առաջ, ընդ որում առանց դատաքննության քաղաքացին իր իսկ կամքով է սեփական հողամասը հանձնել պետությանը։ Այս մի հատիկ առ հատիկը Երևանի Ծարավ աղբյուր փողոցում գտնվող 573 քառակուսի մետր տարածք է, գինը 33 միլիոն դրամ։ Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ ակտիվ ռեժիմով շարունակելու է ներկայացնել պետության հաղթանակները։ Հատիկ առ հատիկը բարիս բուն իմաստով հատիկ առ հատիկ է։ Եթե տենց դուր չի գալիս, ուրեմն Range Rover առ Range Rover ենք վերադարձնելու, բրաբուս առ բրաբուս, յաշիկ առ յաշիկ։ Իշխանականները վերջերս հաճախ են պնդում, անցած 30 տարիների ընթալանվածը վերադարձնելու ինստիտուտը կայացել է։ Ինչն է կայացել, հարցնում են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով զբաղվող մասնագետներն ու մի փաստարկ ներկայացնում։ Եթե մենք գործ ունենք մի օրենքի հետ, որի ամբողջ նորմերի մասով առնվազն այս պահին կա հակասահմանադրականության խնդիր, գործ ունենք մի օրենքի հետ, որը մեր ամբողջ համալսարանական ստացած կրթությանը հակասող տրամաբանությամբ է կիրառվում։ Ես գտնում եմ, որ պետք է գործի վարորդը կասեցվի։ Ընդդիմության դիմումի հիման վրա ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքը 2 տարուց ավելի վիճարկվում է Սահմանադրական դատարանում։ Փաստաբան Հարություն Հարությունյանը մի քանի գործեր ունի դատարանում։ Դրանցից մեկն էլ երկրորդ նախագահի որդու Սեդրակ Քոչարյանի գործն է։ Կարծում է դատարանները վճիռներ կայացնելու փոխարեն պետք է կասեցնեին այդ գործերն ու սպասեին բարձր դատարանի եզրահանգմանը։ Երբ որ ամեն անգամ վարչապետը հայտարարում է, որ հատիկ առ հատիկ, հակակոռուպցիոն քաղաքականություն եւ այլն, ես չեմ կարծում դրանից հետո միշտ զուգադիպություն ալնում, որ օրինակ այն գործերը, որով մինչև այդ նշանակում էին նիստերի ինտերվալը օրինակ 1 ամիս, մեկ էլ հանկարծ դառնում է 20 օր, դառնում է 15 օր։ Դատավորները մերժել են դատաքննությունը կասեցնելու փաստաբանի միջնորդությունները։ Մերժման պատճառներից մեկն էլ այն է, որ եթե լիներ նման անհրաժեշտություն, հենց Սահմանադրական դատարանը կկասեցներ օրենքի կիրառումը։ Բարձր դատարանը չի պարզաբանում, թե իր քննության ընթացքում ինչու չի կասեցրել օրենքի կիրառումը։ Հարություն Հարությունյանի դիտարկմամբ վարչապետի հատիկ առ հատիկից հետո են դատարաններն ակտիվանում։ Այն մեսիջները, ուղերձները, որ տալիս է քաղաքական իշխանությունը, ինչքան էլ անունը դնենք դատական իշխանությունը, անկախ է եւ այլն, մեկը իրանց համար դա ազդակ է դառնում։ Պաշտոնյաների թալանածը հետ բերելու խոստումով 2020 թվականին ընդունված օրենքի քննությունը Սահմանադրական դատարանում կասեցված է հենց դիմումի սկզբից։ Ըստ բարձր դատարանի քննության համար սահմանված առավելագույն 9 ամիսը չէր բավարարի այդ ծավալուն գործը քննելու եւ կասեցրել են, որ ուսումնասիրեն նյութերը, հետո էլ վերսկսեն քննությունը, բայց թե երբ չեն ասում։ Շատ կարևոր է Սահմանադրական դատարանի գնահատականը օր առաջ եւ հետաքրքիր է, սա կարելի է իհարկե Սահմանադրական դատարանին հասնել, թե իրապես ինչու է ուշանում, իսկապես արդյոք այդքան ծավալուն են այդ դեպքերը, գործերը, փաստաթղթերը, միջազգային փորձ են ուսումնասիրում, բայց կարծում եմ արդեն բավականին ժամանակ է անցել եւ հրատապ է իրապես ունենալ որոշակիություն այս հարցով։ Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների հասարակական կազմակերպությունը հետևում է դատարանների աշխատանքին։ Ղեկավար Արաքս Մելքոնյանը եւս պնդում է, դատարանները պետք է կասեցնեն ապօրինի գույքի գործով քննությունը, քանի որ հենց օրենքն է դա պահանջում։ Մասնագետն այլ խնդիրներ էլ է նշում։ Ողջ գործընթացը ուսումնասիրությունից մինչև դատարանի վճիռ գաղտնի է։ Բանկային գաղտնիքի անվան տակ դատարանը չի հրապարակում վճիռն ամբողջությամբ ու հանրությունը չի կարող տեսնել, թե ինչու է դատարանն այս կամ այն գույքը ճանաչել ապօրինի։ Մյուսն այն է, որ դատախազությունը մեկը մյուսի հետևից հայցերն ուղարկում է դատարան, եւ եթե Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչի օրենքը, բացասական հետևանքներ կլինեն հենց պետության համար։ Գույքից զրկվածները կարող են փոխհատուցում պահանջել, ընդհուպ հասնելով Եվրոպական դատարան։ Չեմ ուզում մտնել կոնսպիրոլոգիայի դաշտին կեղծ ասած այս մասով, բայց սա թերևս այո արագ որոշում ակնկալող իրավիճակ է, որովհետև ամբողջ մի դատարան է ստեղծվել, այս գործընթացները իրականացնելու համար լավ անձինք աշխատում են եւ հենց դատավորների համար եւս պետք է կարեւոր լինի, թե իրենք ինչպիսի որոշումներ են կայացնում։ Ի վերջո, ինչու է բարձր դատարանը ձգձգում իր այսքան սպասված վճիռը, փաստաբան Հարություն Հարությունյանի կարծիքով դա նշանակում է, որ այնուամենայնիվ խնդիր տեսել է։ Այս գործերով անցնում են Հայաստանի նախկին երկու նախագահները Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն իրենց ընտանիքներով, այլ նախկին բարձրաստիճաններ, նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ԲՀԿ
առաջնորդ Գագիկ Ծառուկյանը եւ այլոք։ Գործող իշխանության եւ որևէ ներկայացուցիչ ենթադրյալ ապօրինի գույքի քննության մասին դատախազությունը որևէ տեղեկատվություն չի տալիս։ Իսկապես սա աննախադեպ երևույթ է եւ մինչ այդ նման որևէ դեպք սահմանական դատարանում չի գրանցվել, որ գործը ըստ էության 3 տարի մոտավորապես մնա առանց դատական քննության։ Կնհայտ քաղաքական միտում եմ տեսնում այստեղ։ Օրենքը հնարավորություն է տալիս դատախազությանը հետ գնալ մինչև 1991 թվականն ու ստուգել, արդյոք պաշտոնյան օրինական ճանապարհով է հարստացել։ Սա էլ հենց խնդիրներից մեկն է, ասում է սահմանադրագետ Վարդան Պողոսյանը։ Մինչ նա կարծում է, որ այս վիճակը ձեռնտու է իշխանությանը, որ դատարանները շարունակեն վճիրներ կայացնել եւ բռնագանձել քաղաքացիների ունեցվածքը, դատախազությունը թվեր է հրապարակում։ Մինչև օրս կայացված 12 վճիրներով պետությանն է վերադարձվել ավելի քան 17 միլիոն դոլար։ Անցած տարիներին դատարան են ուղարկել 136 հայցադիմում, ավելի քան 527 միլիարդ դրամի, նաև 270 շարժական, 1380 անշարժ գույքի բռնագանձման պահանջով։